Դառնում է, եթե տրամաբանում ենք, որ Եվրամիությունը այլևս ոչ թե միջամտում է, այլ արդեն իր կառավարման տակ է վերցնում Հայաստանի ընտրությունների ընթացքը, գուցե նաև ելքը։ Նրանք ուզում են եւ ամեն բան անելու են, որ իրենց համար անակնկալ չլինի, իսկ թե ինչ է ուզում Հայաստանի քաղաքացին իրենց առհասարակ չի հետաքրքրում։ Պատկերացրեք մի պահ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել, որ իրենք օգնություն ցույց կտան արևմուտքի վնասակար ազդեցությունների համար։ Պատկերացնում եք, ինչպես իրենց կճղեին նույն արևմտյան շրջանակները, իրենց այստեղի աշխատողները, թե հլը տեսեք, չար Պուտինը ձեռքները գցում է ինքնիշխան բաստիոնի վրա։ Արա արդեն ընտրությունների արդյունքն եք ուզում որոշեք, ընտրություններից 6 ամիս առաջ, ու դուք դեռ խոսում եք ժողովրդավարության կամ ինքնիշխանության մասին։ Գիտեք, Հայաստանում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ անգամներ եղել է խառը իրավիճակներ, ու ամեն անգամ, երբ Ռուսաստանի Դաշնության բարձր պաշտոնյաներից դիրքորոշումներ են հարցրել, պատասխանը եղել է հետևյալը. Հայաստանը մեր լավ բարեկամն է, մեր ռազմավարական գործընկերն է, բայց ինչ կատարվում է Հայաստանում, դա իրենց ներքին գործն է։ Ասում են, Հայաստանի իշխանությունը խնդրահարույց բաներ է անում, բայց դա իր ներքին գործն է, դա այդ երկրի ներքին գործն է։ Իսկ Եվրամիությունն ասում է, ինչ ներքին գործ, մեզ իշխանությունը դիմել է, ուզում է էլի ընտրվել, հարց չկա, կարևորը մեր կառավարման տակ լինես։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունը ինքն է դիմել այդ կառավարման տակ հայտնվելու համար։ Արևմուտքը ասում է, փող ես ուզում, խնդիր չէ, արք ես 12 միլիոն եվրո, քաղ հասարակություն կոչվածին ու մեր ԶԼՄ-ներին տրամադրի ռուսների դեմ, արք ես 500 միլիոն եվրո Էլցանցդ միացրու Թուրքիային։ Սրանք էլ հանուն փողի ու իշխանության ամեն ինչի պատրաստ են։